Սովետի մասին իրականում շատ տարբեր կարծիքներ կան ու շատ տարբեր կարծիքներ եմ լսել, հետևաբար այդ նմանատիպ տարբեր կարծիքներից ելնելով ինձ մոտ շատ հստակ պատկերացում չկա Սովետի մասին, ըստ իս ինքը իր նպատակը եղել է, որ անտուն մարդիկ չլինեն, բոլորը աշխատանք ունենան, այսինքն level up պետքա լիներ ու մի հատ սենց առողջ հասարակություն պետքա ստեղծվեր։ Իր գաղափարը իրականում շատ դրական է եղել ու լավն է եղել, թե ինչեր է տեղի ունեցել, տակից մյուս կողմից ոնց է աշխատել, այդ ամեն ինչը ես չունեմ պատասխաններ, չգիտեմ ինչի է տենց եղել, իմ համար ինքը միֆ է, այդ կոնտրաստները Սովետի, բայց լավը միանշանակ եղել է ու անհնար է այդ չնկատել, հրաշալի ճարտարապետական շինություններ են ստեղծվել, շատ բաներ է ստեղծվել ու այդ կուլտուրան, որ ունեցել է Սովետը, իրականում շատ մոտիվացնող է ու շատ կարևոր է, որը հիմա չկա։ Քանի որ մայրս ավելի կողմ ա եղել կոմունիզմին, շատ այսպես բարձրացրել է, միշտ այդ խոսակցությունները տանը եղել են, իսկ հայրս հակառակը, որտեվ ինքը հենց ինքը նույնպես ժամանակին իր ազատ մտքի համար ինչ որ սպառնալիքների է ենթարկվել ու շատ դեմ ա եղել այդ ամեն ինչին ու ոնց որ տանը երկու խոսակցությունն էլ եղել է, որ համ վատ է, համ լավ է, Պապայիս կողմից նմանատիպ ինչ-որ վերաբերմունք չեմ ստացել, ինչ-որ Սովետին մոտ դաստիարակություն, մամայիս կողմից ստացել եմ, անհնար է դա հետք չունենա մեր վրա։ Ես ինքս իմ աշխատանքների մեջ հաճախ նկարահանումների ժամանակ, երբ որ համագործակցում եմ ինձ մտածող մարդկանց հետ, մենք օրինակ եղել է մի քանի անգամ, երբ որ Սովետի ոճն ենք վերցրել, մի փոքր ձևափոխել ենք մեր օրերի մեջ ու փորձել ենք ներկայացնել այդ մշակույթը, նույն մեյքափի, նույն սաներվածքի, նույն հագուստի մեջ, ասենք 70-ականներին, 80-ականներին մեր ծնողները շատ հետաքրքիր կյանք են ունեցել ու ճիշտ է էլ ոնց որ ավելի ձնհալի ընթացք ա եղել ու այդքան արգելված բաներ չեն եղել, ոնց որ ավելի վաղ ժամանակ, բայց մեկը արգելքներ եղել են ու որ մեր ծնողները ինչ որ թաքուն ռոք են լսել, ինչ որ պլաստինկաներ են հավաքվել են, չգիտեմ, կաֆեներ ա եղել, ջազ են լսել, ինչ որ սենց մի հատ սենց ուրիշ վիճակ ա եղել, որը որ համ սենց մի քիչ արգելված ա եղել, բայց համ էլ այդ արգելվածի հետ կապված երևի դրա հաշվին ինքը սենց սիրուն ա եղել։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես կարող ես դու 30 տարեկանում, համարյա 30 տարեկանում մի նոր բան սկսես եւ ի դեպ ասեմ դա էլ ինձ մոտ Միացյալ Նահանգներից մնաց, որովհետեւ ինձ հետ լսարանում սովորում էին մարդիկ, ովքեր 40-50 անց էին ու փորձում էին նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մեզ մոտ դա հիմա նոր մտնում է, բայց կարծում եմ հատկապես Սովետի ժամանակ չի եղել։ Ինձ մոտ միշտ տպավորություն է, որ Սովետի ժամանակ եղել է հստակ մշակված ծրագիր։ Մանկապարտեզ, դպրոց, համալսարան, ինստիտուտ, ընթացքում ամուսնանալ, երեխա ունենալ եւ աշխատել այնքան ժամանակ մի վայրում, որ դրանից հետո կգնաս թոշակի։ Իսկ հիմա մենք անընդհատ պրպտում ենք, փնտրում ենք, մասնագիտություններ ենք փոխում, անգամ մի քանի տեղեր ֆիքսված է հստակ, եթե չեմ սխալվում, անգամ Չակ Պոլոնիկի գործերից մեկում գրված է, որ մարդը իր կյանքի ընթացքում 3 մասնագիտություն պետք է ունենա, եւ կարծում եմ, որ դա նորմալ է։ Ծնողներս փորձել են ինձ բավականին ազատ մեծացնել եւ երկու դեպք կհիշեմ, նախ այն, որ իրենք միշտ ինձ ասում էին, որ կապ չունի մեծ ես թե փոքր ես, աղջիկ ես թե տղա ես, եթե դու գիտես, որ դու ճիշտ ես, ուրեմն դու ճիշտ ես, եւ իրենք էլ ժամանակին եղել են, այսպես ասած, ջինսե սերունդը եւ իրենք էլ են միշտ ձգտել ազատության։ Կարծում եմ, որ իմ սերունդը դեռևս
թե ծնողներս եւ թե իմ սերունդը ունի որոշակի սահմաններ, որ միշտ վախենում է անցնել։ Այսինքն կա տպավորություն, որ ինչ որ մեկը, ինչ որ մի մեծ եղբայր միշտ հետևում է մեզ, մենք չգիտենք դա ով է, բայց ես այ եկող սերունդներում, հատկապես որ հիմա աշխատում եմ նաեւ երեխաների հետ, ես տեսնում եմ, որ մեծ տարբերություն կա, անգամ մի ընտանիքում երեխաները, երբ որ երկու տարբեր նույն ծնողներից ծնված երեխաներ, որ եթե իրենց մեջ կա մոտ 7-10 տարվա տարբերություն, իրենք շատ ավելի ազատ են, իրենք այդ սահմանը, որը որ անտեսանելի է, չունեն։ Հիշում եմ տատս մի խոսք ուներ, իմ պրտնի ասում էր, եւ ես երբ փոքր էի, ինձ թվում էր, թե իմ պրտնին դա լավի գերադրական աստիճանն է, բայց երբ մեծացա եւ լեզուների սկսեցի ծանոթանալ, հասկացա, որ դա ընդհանրապես նշանակում է ներմուծված, այսինքն ինչ դրսից էր, դա շատ լավն էր։ Մտքեր կան, չէ, որ ասում քո ազատությունը ավարտվում այնտեղ, որտեղ որ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը, ես դրա կողմնակիցն եմ ու եթե ես ծնված լինեի 10 տարի առաջ կամ 20 տարի առաջ, գուցե ռեալ ես կորեի։ Ու ինչքան էլ շատ ցավալի, մութ, ցուրտ, այսպես ասած տարիներ ենք ապրել, ես իրոք շնորհակալ եմ այդ ամբողջ անցած ճանապարհորդությանը, եթե կարելի է այդպես կոչել, որովհետև դրա արդյունքում եմ ես էլի դարձել սա